Բարի երեկո, Ազատություն TV-ի եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այսօրվա ծրագրում դիտեք։ Կառավարելի չէ, կան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Ալեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան հեռակաբանավեճ։ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է։ Ինքն է հենց շպիոն հանդիսանում։ Մինչ ընդդիմադիրները վիճում են, իշխանությունը հաջորդ ընտրություններում իր մեծ ակնկալիքներից է խոսում։ 50+1%-ով հին կռիվը Հայաստանում իշխանապետության։ Իշխանությունն արձագանքում է Փաշինյանին հեռացնելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը։ հայ ժողովրդին հանգիստով։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր։ Ոչ մի քաղաքական հետևանք ակտիվիստին ծեծելուց հետո նոր-նորքի թաղապետն իր տեղում մնաց։ Դա սադրանք է։ Ծննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավարի ձերբակալություն և մի շարք անպատասխան հարցեր։ Ուկրաինական զորքը Կուրսկի մարզի վրա հարձակման նոր փորձ է ձեռնարկել։ Ալեն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյան հեռակաբանավեճ ազգային ժողովի նախագահի այսօրվա հայտարարությունից հետո։ Լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանի խոսնակը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանում հիբրիդային պատերազմ ֆինանսավորելու մեջ, իսկ երկրորդ նախագահին Կրեմլի գործակալ համարել։ Թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ այսօրվա հանդիպմանն ինչ երկկողմ հարցեր են քննարկվել ու արդյոք հիբրիդային պատերազմը դրանց մեջ էր, փակագծեր չբացվեցին, փոխարենը իմացանք Սիմոնյանը Կոպիրկինի հետ քննարկել է իր պաշտոնակից Մատվիենկոյի Հայաստան պաշտոնական այցի օրակարգը։ Տևական սառը հարաբերություններից հետո նաև արտգործնախարար Լավրովն է գալու Երևան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանին մեղադրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար։ Մասնավորապես Հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Ազգային ժողովի խոսնակը ասած է հիմնավորում է իր նկատած մեկնաբանություններով, թե ռուսաստանյան հեռուստաալիքներում խոսում են Հայաստանում իշխանափոխությունից ու անոնսում ընդդիմադիրների հանրահավաքներ։ Հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաև ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխել։ Իսկ ինչու են Ռուսաստանի ձգտում Հայաստանի իշխանությանը փոխել, ըստ Ալեն Սիմոնյանի պետության անկախության ուղղությամբ գործող կառավարության քայլերը դուր չեն գալիս։ Հայաստանը միշտ պետք է նայի եւ մտածի, որ եթե օրինակ այդ մեծ եղբայրը կամ այդ մեծ գերտերությունը չլինի, Հայաստանին կուտեն, կուլ կտան եւ Հայաստանը օտար է իր տարածաշրջանում եւ միայն իր գոյությամբ պարտական է այդ բանին։ Եվ այդ իրողությունը այսօր վերանում է, փառք Աստծո մեր ժողովուրդը ականջալուր է լինում այն ամեն ինչ, որ մենք բացաձայն ասում ենք, եւ ինքն էլ մեզից լավ հաճախ գիտի դրա մասին, եւ դա հաճելի տարբերակ չի, որտեղ կառավարելի չի այդքան Հայաստանը, ինչքան նախկինում էր։ Հիբրիդային պատերազմ հրահրողի շահերը սպասարկելու համար էլ Սիմոնյանը մեղադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում։ Ինչ փաստեր ունի երկրի երկրորդ պաշտոնյան, որ Քոչարյանը լրտես է։ Փաշինյանի թիմակիցն ասաց փաստեր չունի, պարզապես Քոչարյանի ու նրա գլխավորած դաշինքի պատգամավորների ելույթների բովանդակությունը համընկնում է Ռուսաստանից հնչող հայտարարությունների հետ։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր չոր փաստեր ունեմ, կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի։ Ռոբերտ Քոչարյանի թիմի արձագանքը ճուշացավ։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ազգային ժողովի խոսնակին ու իշխանությանը մեղադրեց թուրք-ադրբեջանական լրտես լինելու համար։ Երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է
ինքնիշխանության կորուստը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի Հայաստանն ինքնիշխան էր նախկինում, իսկ գործող իշխանության օրոք կորցնում է ինքնիշխանությունը։ Զիջումների գնով հակառակորդից խաղաղություն կորզելը ինքնիշխանության կորուստ է, ոչ թե ինքնիշխանության պաշտպանություն։ Նորորյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն է եւ ինքնիշխանության հետզհետե ամրապնդումն է եւ եկեք համեմատություններ կատարենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանը ավելի ինքնիշխան եղել։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ արձագանքեցին ազգային ժողովի խոսնակի որակումներին։ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի կարգավիճակ ունի։ Նյուզեեմի հետ զրույցում ազգային ժողովի խոսնակին պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի եւ թուրքական գործակալի կարգավիճակ ունի, եւ նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Էրդողանի գիրքը տվեք, գրկի հանգստանա։ Ռուսաստանին հիբրիդային պատերազմի համար մեղադրող Սիմոնյանն այսօր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցի օրակարգը, որ սպասվում է մեկ ամսից։ Առաջիկայում Երևան կժամանի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի ժամկետն ու օրակարգը դեռ չեն հայտնում։ Վարչապետի իմպիչմենթի առաջարկն անցած շաբաթ կրկին ակտիվացավ պատգամավորներին ուղղված նամակներով։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ ընդդիմադիրների հրապարակային բանավեճ, որի ֆոնին իշխանությունը հաջորդ ընտրություններում իր անվերապահ հաղթանակին չի կասկածում։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները։ Մինչ ընդդիմադիր ուժերը վերջին օրերին ակտիվ բանավիճում են, թե ինչպես է հնարավոր հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին, հերթական ընտրություններով ժողովրդի ընդվզմամբ, թե խորհրդարանում անվստահություն հայտնելով, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում պնդեց իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի մեծ աջակցություն ունի ժողովրդի շրջանում եւ ընտրությունների դեպքում իշխող ուժը կրկին մեծամասնություն կկազմի։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոս։ Ալեն Սիմոնյանը բերում է Գյումրիի ընտրությունների օրինակը, որտեղ իշխող ԿՊ-ն գրեթե կրկնակի ավելի շատ ձայն է հավաքել, քան 4 տարի առաջ անցկացված ավականու ընտրություններում։ Գալու է 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու Արթունենք քաղաքացիական նախաձեռնությանն ու այդ նպատակով խորհրդարանի 107 պատգամավորներին, այդ թվում ԿՊ-ականներին ուղարկված նամակներին Ալեն Սիմոնյանը հեգնեց, թե տարիներ շարունակ ԿՊ-ից պատգամավոր են փնտրում, բայց անօգուտ։ Երևի 7 տարի եմ արդեն ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ пассив։ Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը քննարկման դնելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները Հայաստանն ու Պատիվ ունեմը միասին ունեն 34 պատգամավոր։ Ավելին Փաշինյանին անվստահություն հայտնելու խորհրդարանի որոշման նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 54 պատգամավորի կողմ քվեարկությունը։ Այսինքն առանց ԿՊ-ականների աջակցության Արթունենք նախաձեռնությունը հաջողության հասնել չի կարող։ Ազգային ժողովի նախագահը, ում քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես դիմել է, վստահ է, ԿՊ-ականները Փաշինյանի իմպիչմենտին չեն միանա։ Մարդ են ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում, ու տենց էլ չեն գտնի։ Այս պահին Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը անիրատեսական են համարում նաև ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունում։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը անցած շաբաթ քաղաքացիական նախաձեռնության իրենց ուղղված նամակներին պատասխանել էր, թե պատրաստ են իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները տալ Փաշինյանի անվստահության գործընթացը սկսելու համար, բայց նախապայմանով, եթե Արթունենք նախաձեռնությունը անհրաժեշտ թվով այլ պատգամավորների ստորագրություններ ապահովի, նաև փողոցում ժողովրդական զանգված ապահովելու կարողություն ունենա։ Այս նախաձեռնությունը ձեզ խայտարակվելուց փրկելու նպատակ ունի։ Ընդդիմադիր Հայաստանի պատասխանն ու այս առնչությամբ խմբակցության պատգամավորների վերջին օրերի տարբեր մեկնաբանություններ վրդովեցրել են նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանին, ով պնդում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական եղանակը հենց խորհրդարանում Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Ղազարյանը բերում է Հայաստան խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի օրինակը, ով 2018-ին պատգամավոր դարձավ ԿՊ ցուցակով, բայց հետագայում դուրս եկավ իշխանական խմբակցությունից եւ դարձավ ընդդիմադիր պատգամավոր։ Նույնը ըստ Էդգար Ղազարյանի կարող է տեղի ունենալ այլ ԿՊ-ականների հետ։
Այսինքն փոխարենը Աննա Գրիգորյանը իր հրաշալի օրինակը ցույց տալով ասի, որ դա հնարավոր է, որ հնարավոր է նաև ՔՊ-ից հիմիկվա կազմից մարդիկ հրաժարվեն այդ դավաճանական կեղտոտ միջավայրից եւ գան ներման խնդրման մեր հասարակությունից եւ միայն այս գործընթացին ինքստից նստած ասում է դրանք ընդից չեն գա։ Քաղաքացիական նախաձեռնության անդամը քննադատության սլաքները նաև ուղղում է Հայաստան խմբակցության դաշնակցական պատգամավորներին, ովքեր պնդում են, թե ԿՊ-ականները դեմ չեն գնա Փաշինյանին։ Էդգար Ղազարյանը հարցնում է, թե ինչպես դաշնակցությունը 2018-ի գարնանը նախ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, ապա մոտ 3 շաբաթ անց Նիկոլ Փաշինյանին։ Դրանք ասում են ԿՊ-ականները չեն փոխիր, բայց դուք ո՞նց փոխիք ձեր դիրքորոշումը։ Այսինքն ստացվում է, որ ԿՊ-ականները սկզբունքային, վճռական, ուժեղ մարդիկ են, ըստ ձեր կարծիքով։ Իսկ դուք հեղեղուկ, անողնաշար, հակալակ ցանկացած պահի մի 10 օր առաջ Սերժ Սարգսյան ընտրեք, 10 օր հետո Նիկոլ Փաշինյան։ Հա՞, տենց է ստացվում։ Ոչ։ Որովհետև տեսել եք հանրային կարծիք կա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ղեկավարած պատիվ ունեմին, ապա քաղաքացիական նախաձեռնության անդամն ասում է, թե այնտեղից Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց առաջարկին ավելի լոյալ են վերաբերվում, բայց որևէ գործողություն էլ չեն անում։ Այսինքն իրանք չեն նախաձեռնել այդ գործընթացը։ Իդեպ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև դարձել է միմյանց քննադատելու եւս մեկ պատճառ։ Հանրապետականին ուղղված կշտամբանքներին ի պատասխան կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Facebook-յան իր էջում գրել է. Իմպիչմենթի հարցով հասկանում եմ ձեր դիլեման, երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում, սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել, Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունս քողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Եթե ի վերջո Քոչարյանի եւ Սարգսյանի ղեկավարած դաշինքներին հաջողվի մի կողմ դնել տարաձայնությունները եւ համաձայնության գալ Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցի շուրջ, միևնույն է, պարզ չէ արդյոք ընդդիմադիրներին կհաջողվի իրենց ունեցած 34 ստորագրությունից բացի եւս երկու падգամավորի համոզել միանալ իրենց նախաձեռնությանը եւ սկսել անվստահության գործընթացը։ ԿՊ-ից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր Ազատության հետ զրույցում բացառեց, որ ինքն ու ԿՊ-ից հեռացած մյուս падգամավորը Հակոբ Ասլանյանը կմիանան Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցությունների նախաձեռնությանը։ Փոխարենը չբացառեց, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ կուսակցությունը ՄԱՍԿ-ը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Այդ կուսակցությանն է անդամակցում նաև նախկին ԿՊ-ական Հակոբ Ասլանյանը։ Չեմ բացառում, բայց պետք է քննարկի վարչությունը։ Ազատության հետ զրույցում Հովիկ Աղազարյանը նշեց, որ ուրբաթ օրը հենց այդ հարցով կուսակցության վարչությունը նիստ է գումարելու, որտեղ էլ կհայտնեն իրենց հստակ դիրքորոշումը։ Թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Հովիկ Աղազարյանը չցանկացավ նշել։ Դե չեմ կարող ասել էլի հիմա այս բանը։ Ունեք թե չունեք, թե ունեք, ունեք, ամեն ինչ ունեք, բայց պատակարար չեմ գտնում ասել։ Աղազարյանը սակայն բացառում է, որ այդ թեկնածուն կարող է իշխող ԿՊ-ից լինել։ ԿՊ-ից որևէ մեկին անհնար է, որ առաջադրեք։ Այո։ Փոխարենը չի բացառում հենց իր կամ Հակոբ Ասլանյանի կամ մեկ ուրիշի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրորդ և երրորդ նախագահներն են ակտիվացել։ Անցած շաբաթ նրանք առանձին հրապարակային հանդիպումներ ունեցան, երկուսն էլ խոսեցին իշխանափոխությունից։ Հայտարարություններում նկատելի են տարբերություններ, տարաձայնություններն էլ այս ամիսներին անթաքույց են եղել։ Դա անհնար կդարձնի համագործակցությունը։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր կազմած Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշ չակերտներ է բացել։ Կուսակցություններից ու քաղաքասարակությունից բացի նաև իրավապահների դերն է մեծ իշխանափոխության գործում։ Միգուցե ես սխալվում եմ, բայց ես համարում եմ, որ նաև իհարկե այդտեղ իրավապահ համակարգներ մեծ դերակատարություն։ Այդտեղ ինստիտուտների դերն է ամենակարևորը։ Հիմա ո՞րն է մեր նպատակը, իշխանափոխություն անելը, թե կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ Սա շատ կարևոր հարց է, չէ՞։ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ առանց մանրամասների պնդել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացած է։ Երեք նախկին նախագահը բավարարվել է միայն ակնարկով, որ խոսքն ըստամենայնի ընտրությունների մասին չէ։ Հիմա եթե մենք ունենք կայացած ինստիտուտներ, որոշեմ, որ ախր պետք է ամեն ինչը հերթով, շարքով, շնորհքով լինի, սպասենք ընտրություններին, գնանք ընտրություններով, կտեսնենք եւ այլն եւ այլն եւ այլն, էլի։ Կայացած ես համարում եմ այն ինստիտուտները, որոնք ճիշտ որոշումներ են կայացնում
Բայց այդ որոշումները կայացում են ոչ թե ելնելով, այս ամիս մեզ կֆինանսավորեն, թե չեն ֆինանսավորի, այլ երկրի շահերից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում է, հենց ինքը ժողովրդի ճնշման տակ է հեռացել իշխանությունից, երբ 10 տարի նախագահ էր, դրանից առաջ էլ ղեկավարել էր իրավապահ ուժային կառույցներ։ Արդյոք սա նշանակում է, որ 2018 թվականին ինքը նորմալ չի ֆինանսավորել իրավապահ համակարգին, դրա համար իշխանափոխությունա տեղի ունեցել։ Այդ հարցին Սերժ Սարգսյանն անուղղակի անդրադարձել է, պատասխանելով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը անմիջապես չձերբակալվեց հանրային ռադիոյի շենք մտնելիս, այլ միայն օրեր անց, երբ փողոցային շարժման ծավալները շեշտակի մեծացել էին։ Որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, ովքեր իզորել իշխանափոխություն իրականացնել։ Հիմա երրորդ նախագահը պնդում է, պաշտոն չի ուզում, հանրապետականը չի հավակնում նորից վերցնել երկրի ղեկը։ Ռոբերտ Քոչարյանի հետ էլ այդ հարցում չեն մրցում։ Ես ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Ամենայն դեպս իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100%-ով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Դա գործին օգնում է թե խանգարում է, դա այլ խնդիր է։ Այն, որ երկրորդ եւ երրորդ նախագահների միջև տարաձայնություններ կան, նրանց համակիրների բացահայտ առցանց պատերազմից բացի վկայում են նաեւ հենց իրենք։ Պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն Սարգսյանի, Քոչարյանը կարծում է, թե Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով։ Հանրապետականները իրենց հարցազրույցներում ասում են, այս թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ, ինչ որ հաջողության ասեն։ Ես այդպես չեմ մտածել։ Դա տարաձայնություն է, այո, տարաձայնություն է։ Բայց դա փակում է ճանապարհը երկխոսության ինչ որ հարցեր քննարկելու, իհարկե չի փակում։ Եթե մենք ասենց կոպիտ ասած փորձենք միասին ինչ որ բաներ անել, իմ համակիրների մի մասը, որը չէր ընդունում երրորդ նախագահին, պասիվանալու են, հեռանալու են, հիասթափվելու։ Նման պատկեր ունենալու են նաև երրորդ նախագահի թիմը։ Մինչ նախկին նախագահները հարաբերություններ են պարզում, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վկայակոչում է միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որոնցով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը շատ ցածր է, բայց վարչապետ Փաշինյանն էլ հեղափոխությունից 7 տարի անց ըստ նույն հարցումների 16%-ի վստահություն ունի։ Սերժ Սարգսյանի քաղաքական պատմական էջը վաղուց փակված է բոլոր հարցումներով իր վարկանիշը, բացասական վարկանիշը, 3 ամենավատ բացասական վարկանիշ ունեցող մարդ կա, առաջի երյակի մեջ ինքն է Ռոբերտ Քոչարյանը, երրորդ Արտուր Վանեցյանն է։ Թող իրանք իրար հետ կռվեն, բարիշեն, ասել են, վլուբլայցից, տապիցից, ռազվացից, ինչ ուզում են թող անեն, հայ ժողովրդին հանգիստ օգտվում։ Խորհրդարանական ընտրություններին մնացել է 1 տարի։ Քաղաքապետը չի ուզում դատավոր լինել, սեփական կուսակցությունը եւ բռնությունը դատապարտում է եւ արդարացումներ բերում, թաղապետը շարունակում է իր դեմ կազմակերպված սադրանքից խոսել, արդյունքում ակտիվիստին ծեծելուց 6 օր անցել, նոր Նորքի համայնքապետը իր տեղում է։ Այսօր Տիգրան Ավինյանը բավարարվել է ենթակային պաշտոնյայի պահվածքի մասին մի քանի արժեքավոր խորհուրդներ տալով։ Ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չի։ Երևանի քաղաքապետը նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեսկռտուքից 5 օր անց գնահատական տվեց կատարվածին։ Սա դրանք էր, որին պետք չէր բռնությամբ արձագանքել։ Երևանի քաղաքապետանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Բռնությունը դատապարտող Տիգրան Ավինյանը այդուհանդերձ ակտիվիստ Արտուր Չախոյանին ծեծած թաղապետին աշխատանքից չազատեց, ընդամենը հիշեցրեց, ինչ պետք է անի Երևանի քաղաքապետանի աշխատակիցը սադրանքի դեպքում։ Այսպես ասած, տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը
էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր։ Գործակարգավարական նիստին ներկա Նոր-Նորքի թաղապետն էլ ներողություն խնդրեց, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի զղջումը բունծեցին չէր վերաբերում, այլ ասաց սադրանքի է տրվել, իրեն չի զսպել։ Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Թե ինչ եզրահանգումների մասին է խոսքը, թաղապետը չմանրամասնեց։ Քաղաքապետն էլ գնահատեց թաղապետի խոսքը եւ կրկին հիշեցրեց։ Այո, դա սադրանք է։ Այդտեղ կա առելի ծավալի սուտ, այդտեղ եղել է վիրավորանքներ, այո, պարոն Տեր-Մարգարյան։ Նիստի ընթացքում թերևս ամենաշատ օգտագործված բառն այսօր հենց սադրանքն էր, իսկ ինչն է սադրանք համարում Ավինյանը։ Նայեք, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է էսի։ Ակտիվիստ Արտուր Չախոյանի հրապարակած տեսանյութում Նոր-Նորքի 105-րդ մանկապարտեզն էր, որտեղ վերանորոգումից հետո հեշտությամբ պոկվում էր ասֆալտը, պատիները, քարերը։ Այս տեսանյութին հետևել էր Նոր-Նորքի թաղապետի հայհոյախառը հեռախոսազանգը, հետո էլ Չախոյանի յոգուրտներով ակցիան թաղապետարանում եւ հաջորդիվ խմբակային ծեծը ընդ որում ուղիղ եթերում։ Ավինյանը հիշեցրեց, որ հարյուրավոր մանկապարտեզներից 4-5-ն են խնդրահարույց եղել, դրանք էլ լուծվող խնդիրներ են։ Ընդգծեց նաև Նոր-Նորքի թաղապետը կապ չունի այդ մանկապարտեզի հետ։ Այնուամենայնիվ գնահատում եմ ձեր խոսքը եւ ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն։ Կարծել է եւ մտածել է շատ, այսպես ասեմ, անիմաստ է, իրենք ոնց ուզում են այդպես անում են եւ իրենց ինչ ձեռնտու է այդպես էլ անում են։ Բայց որպես քաղաքացի դուք ինչ եք կարծում, թաղապետը երբ որ նման կարծիքով չպետք է աշխատի, չպետք է շարունակել աշխատել։ Կարա ասեմ։ Ավելի չասեմ։ Թաղապետը ներողություն խնդրեց։ Արվեց վերջը։ Բայց դա արդյոք բավարար է, թե? Իհարկե բավարար չի, թաղապետին վայել չի նման պահվածքը։ Պետք է տեղի ունենար դրանից հետո։ Դե գոնե նկատողություն ստանար ամենաքիչը, բայց դա էլ չեղավ։ Խոցելի հարց է եւ իհարկե դատելի է, ինչ խոսք։ Այսինքն պետք է շարունակի աշխատել։ Երևանի փողոցներում այս կարծիքները լսեցինք, իսկ մի քանի պողոտա այն կողմ Տիգրան Ավինյանը եզրահանգեց։ Բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Ժողովուրդ ճանապարհ դուրս ենք գալիս։ Նոր-Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում թաղապետին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արտուր Չախոյանն ու ավականու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար։ Գործակարգավարական նիստում այսօր եւս մի թաղապետ քաղաքապետի ուշադրությանն արժանացավ։ Պարոն Մխիթարյան։ Պարոն Մխիթարյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է, որը ծեսկրտուքից հետո սպառնացել էր, եթե Ավինյանը հեռացնի Նոր-Նորքի թաղապետին, իրենք բոլորը վայր կդնեն իրենց լիազորությունները։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետև Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարը Հանրապետություն խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով քաղաքացիական պայմանագիրը իշխանություն ձևավորեց ավականիում։ Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց։ Ավինյանի պատասխանը թերևս նաև այս մեղադրանքներին էր ուղղված, որ Երևանում իշխանությունը չկորցնելու համար ԿՊ-ն Հանրապետություն կուսակցության ձեռքում պատանդ է դարձել։ Եվ հենց այս պատճառով ծեծող թաղապետին պաշտոնանք չի անում։ Զրույցի ենք հրավիրել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարի երեկո, Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Ալեքսանյան, այս օրերի բանավեճին վստահ եմ ծանոթ եք, տեղի ունեցած ծեծից հետո Նոր-Նորքի թաղապետը ձեր կարծիքով պետք է շարունակի պաշտոնավարել։ Նա անմիջապես պետք է հրաժարական տար, եթե ինքը չէր տալիս հրաժարական, ապա դա պետք է լուծեր այդ հարցը ուրեմն վերնախավը իշխանական։ Այսինքն ինչ տեղի ունեցավ, դա ուղղակի սարսափի դժվար է անգամ այդ կադրերը նայել, թե ինչպես էր
հարձակվել ու մոլեռանդորեն ուրեմն ծեծի ենթարկում այդ մարդուն, ինչ ասեմ, թշնամաբար։ Տիկին Ալեքսանյան, բայց կան նաև ի պաշտպանություն Տիգրան Տեր-Մարգարյանի փաստարկներ, որ սադրանք է տեղի ունեցել, անգամ աշխարհաքաղաքական վերլուծություններ, թե ինչու է այդ սադրանքը ծրագրվել, բռնությունը ունի արդարացում։ Բռնությունը չունի արդարացում։ Արդարացում գոյություն ունեն օրենքներ, իրավապահ մարմիններ, եւ բռնությունը այնքան է շատացել հիմա, ես տեսնում եմ լրագրողների նկատմամբ, չգիտեմ, փակ համակարգերում, մենք անընդհատ լսում ենք բռնության մասին, իսկ սա տեսնում ենք այդ դաժան բռնության դեպքը։ Ինչպես կարելի այդ մարդուն ընդունել որպես ղեկավար հետագայում, ասենք այդ նույն թաղապետարանում։ Գիտեք, երբ որ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա, Նիկոլ Փաշինյանը ձեր եթերում պատասխանելով հարցին ասեց, դե մարդ է։ Եվ ահա, չգիտեմ, այս դեպքում չի արտահայտվել, բայց երևի այդ նույն տրամաբանության մեջ է, որ նա մարդ է, կարող է եւ այդպես տևական ժամանակ ոհմակային հարձակում գործել ու բռունցքներով խփել։ Իսկ այն, որ նրան դարձնում էին նրա կուսակցական ղեկավարությունը Բուչայի հերոս, որ նա այցելել է Բուչա, նա մի այդպիսի Բուչա, ես կարող եմ ասել, մինի Բուչա կազմակերպեց թաղապետարանում փաստորեն։ Իսկ ինչու էր նա, ինչ առավելություններ նրա Բուչա գնալը, եթե նա բռնարար է։ Պարզվում է, որ նա չպետք է գնար Բուչա ընդհանրապես, եւ դա ինչ կապ ունի։ Եվ հետ մենք տեսանք, թե ինչպես է նրան արդարացնում եւ պնդում, որ նա պետք է մնա իր պաշտոնին կուսակցական ղեկավարը, որը հանրությանը հայտնի է կամ հանրությանը պարտադրում էր իր եվրոպական արժեքները, արևմտյան արժեքները, տեղ ունի բռնությունը արևմտյան արժեքներում, որ նա պետք է մնա այդ պաշտոնին, իսկ ինչի պետք է մնա այդ պաշտոնին։ Հիմա այդպես որոշեցին, թիմը որոշեց, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նա պետք է մնա պաշտոնին, բնական է, որտեղ մեկ մարդ է այս երկրում ամեն ինչ որոշում։ Այսինքն դուք կարծում եք ավարտված է այդ թեման, փակված է պաշտոնանկության թեման։ Ես կարծում եմ, որ փակված է, նաև հարուցված քրեական գործով, որ մեղմ հոդվածով են հարուցել քրեական գործը, դաժան այդ բռնության ուրեմն դեպքով, ոնց կարելի էր, ասենք, այդ հոդվածով հարուցել։ Բնական է եւ այսօրվա, որ չպետք է տրվեի սադրանքին, չէ՞ ասել է թաղապետը, որոշել են այդ վերնախավը իշխանական, որ նա պետք է ներողություն խնդրի եւ Աբինյանը շատ բավարարված էր նրա ներողությունով։ Հիմա մարդ սպանեք, ներողություն խնդրեք, չգիտեմ։ Իսկ աստիճանաբար մենք տեսնում ենք, թե ուր է գնում այդ ներողությունը։ Սադրանք է արել, սադրանքը քննեք։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ էի զրուցում։ Այլ թեմաների մասին Սյունիքի Խնածախ եւ Խոզնավար գյուղերում գիշերները նախկինի նման անհանգիստ են։ Բնակիչները պատմում են, ամեն ուշ երեկո նույն ժամին հրաձգությունը վերսկսում է։ Ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունները նախորդ օրերին սահմանային միջադեպերի մասին չեն հաղորդել։ Խնածախից սակայն ահազանգում են հանգստյան օրերին ադրբեջանական կրակոցից գյուղի տանիքներից մեկն է վնասվել։ Բնակիչներից մեկը չձայնագրվելու պայմանով պատմել է իրենց հարևան տներից մեկի տանիքի թիթեղն է վնասվել, տունը սակայն դատարկ է, ապրողներ չկան։ Մեր զրուցակիցը ենթադրել է, հնարավոր է դրա համար պաշտոնական հայտարարություն չի տարածվել։ Էլի կրակում են, նույն ձևն, նույն չափսնա, նույն ժամերին։ Ամառնա դժվար լինելու էլի, ամառ, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց, մեկ այլի գյուղտեղ այլի գիշերն էլ ենք գործանան։ Մինչև 12-11 բանը գործ ենք անում։ Շկի այդ անասնապահությունն էլ նորմալ։ Չկա էլի մարդիկ տարածքները, որ չկա ենթեթևացրել են մարդիկ մի 3-4 հատ են պահում։ Խոզնավարի եւ հարևան Խնածախի բնակիչները գիշերային կրակոցների ներքո են լուսացնում արդեն 1.5 ամիս։ Այս ընթացքում սակայն գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին պաշտպանության նախարարությունը 4 անգամ է հաղորդել, երբ քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորվել։
Պաշտպանական գերատեսչությունը հիմնականում ադրբեջանական դիրքերը թիրախավորելու մեղադրանքներն է հերքում, ամեն անգամ կրկնելով սահմանային միջադեպերը քննարկելու Երևանի առաջարկը, որը սակայն Ադրբեջանը հետևողականորեն անարձագանք է թողնում։ Այսօր լրագրողները խորհրդարան այցելած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից փորձեցին պարզաբանումներ ստանալ։ Պաշտոնյան ասաց, եթե կրակոցների ինտենսիվությունը փոխված լիներ, կլիներ հաղորդագրություն։ Եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է Եթե պահպանված լիներ, ապա կլիներ հաղորդագրություն։ Եթե չկա հաղորդագրություն, նշանակում է, որ նման բան չկա։ Ձերբակալվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օրերս պաշտոնան կարված ղեկավարը։ Արմեն Դանիելյանը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրվում է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ Իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան։ Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը եւ կոնկրետ ինչ հափշտակելու համար է մեղադրվում ՍԱՏՄ-ն ընդամենը կես տարի ղեկավարած Դանիելյանը հակակոռուպցիոն կոմիտեից այս պահին չեն մանրամասնում։ Մեկնաբանություններից առայժմ հրաժարվում է նաև Դանիելյանի փաստաբանը Արմինե Ֆանյանը, նա այսօր ազատությանը չասաց նաև արդյոք նախկին պաշտոնյան ընդունում է մեղադրանքը թե ոչ։ Մի քանի օր առաջ Արմեն Դանիելյանի պաշտոնանկության վերաբերյալ ևս պաշտոնական բացատրություն չէր հնչել։ Միջազգային լուրերի մասին Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման պլանը, որը նախատեսում է նաև պաղեստինյան տարածքի գրավում։ Իսրայելի զինված ուժերը տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մասին են հայտարարել Գազայի հատվածում նոր ռազմական գործողություններ սկսելու համար։ Ռուսաստանի զինված ուժերին մոտ կանգնած տելեգրամյան ալիքները հայտնում են Կուրսկի մարզում ուկրաինական զինուժի նոր հարձակողական գործողությունների մասին։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ճեղքել Տյոտկինո սահմանամերձ գյուղի հատվածից։ Որոշ տեղեկություններով հարձակումը իրականացվում է նաև հարավ-արևելքում Նովի Պուտ գյուղի տարածքում։ Հարվածների հետևանքով ավերվել է Զվաննոյե գյուղի Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը։ Ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են 3 զոհի մասին, որոնք սպանվել են ենթադրաբար անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Սահմանին նոր մարտերի մասին տեղեկությունները անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել, Կիևը ևս մինչև այս պահը չի մեկնաբանել։ Գերմանիայում հանգուցալուծվել է քաղաքական անորոշությունը, կոալիցիոն կառավարության հուշագիրը արդեն ստորագրվել է։ Վաղվա երթմնակալությունից հետո կանցլեր Ֆրեդերիխ Մերցը պաշտոնապես կստանձնի լիազորությունները։ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Եվրոպայի ամենաազդեցիկ երկրում կարևորում են պաշտպանական ծախսերի ավելացումը։ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ու շարժիչ ուժը Գերմանիան այսօրվանից նոր կոալիցիոն կառավարություն ունի։ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ կոալիցիոն հուշագիր ստորագրեց ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների հետ, վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։ Մենք մեր երկիրը կառավարելու հարցում վաղվանից հաջողության կհասնենք ուժի, պլանավորման եւ վստահության միջոցով, հայտարարեց 69-ամյա Մերցը, որ վաղը երթմնակալությամբ կստանձնի կանցլերի պաշտոնը։ Վաղը կունենաք մի կառավարություն, որը հաստատակամ է առաջ տանել Գերմանիան բարեփոխումներով ու ներդրումներով։ Գերմանիան ստիպված էր նոր արտահերթ ընտրությունների գնալ, երբ անցած նոյեմբերին սոցիալ-դեմոկրատների գլխավորած կոալիցիան փլուզվեց, այն ղեկավարող Օլաֆ Շոլցը նոր կաբինետում չի լինի։ Հիմա արդեն սոցիալ-դեմոկրատների ղեկավար Լարս Կլինգբեյլը կզբաղեցնի փոխկանցլերի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը։ Հաջողությունը երկնքից չի ընկնելու, մենք պետք է վաստակենք այն։ Այսօր հայտարարեց նա, ընդգծելով Բերլինը կենտրոնանալու է արդյունաբերության զարգացման ու գերմանացի արտադրողին աջակցելու վրա։
Մենք հստակ պայմանավորվել ենք, որ այս կառավարությունը կսկսի աշխատել արագ, քանի որ մենք ուզում ենք Գերմանիան դնել աճի ճանապարհի վրա։ Հիմնական խոստումն է վերակենդանացնել վերջին 2 տարիներին լճացման մեջ հայտնված տնտեսությունը, խստացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ եւ կրճատել պետական ծախսերը։ Միաժամանակ Բունդեսդագը ամիսներ առաջ հաստատեց պաշտպանության համար կատարվելիք փոխառնությունները էապես ավելացնելու մերձի առաջարկը։ Մենք այլևս պետք է հույսը միայն մեզ վրա դնենք։ Մարտին Բունդեսդագում հայտարարեց ապագա կանցլերը, հրապարակավ պնդելով, թե կասկածում է, որ նահանգներում իշխանության եկած Թրամփի վարչակազմը կշարունակի աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին։ Մենք էականորեն կավելացնենք մեր պաշտպանական ծախսերը եւ օրենք կընդունենք բանակի պլանավորման ու զենք զինամթերք գնելու մասին, ավելացնելով ռազմական կարողությունները։ Տնտեսական աճը խրախուսելու համար նոր կոալիցիան գործարարներին կառաջարկի արտոնյալ պայմաններ։ Օրինակ, ներդրումների 30%-ը առաջիկա 3 տարիների ընթացքում չի հարկվի։ Ներքին գործերի ապագա նախարար Ալեքսանդր Դոբրինկն արդեն հայտարարել է, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից սահմանին վերահսկողությունը կամրապնդի։ Ստուգումները կդառնան շատ ավելի հաճախակի, իսկ փաստաթուղթ չունեցողները միանգամից կարտաքսվեն։ Առաջին որոշումները պետք է կայացվեն չորեքշաբթի օրվանից։ Ապօրինի ներգաղթյալների թիվը պետք է նվազեցվի։ Առաջին հայացքից Գերմանիայի նոր կառավարության բոլոր այս առաջնահերթությունները համահունչ են նոյեմբերից Միացյալ Նահանգներում իշխանության եկած Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ, որը ևս հայտարարում է ներքին տնտեսությունը վերականգնելու, միգրանտների թիվը նվազեցնելու եւ Եվրոպայի ռազմական ուժը ամրապնդելու անհրաժեշտության մասին։ Իրականում, սակայն, Վաշինգտոնի եւ Բեռլինի հարաբերություններում ոչ թե ջերմացման, այլ սառնության ակնհայտ նշաններ են, ծայրահեղաչակողմյան այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության պատճառով։ Թրամփի վարչակազմը չի ցնում համակրանքը մահմեդականների, միգրանտների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող Եվրոպայի միասնականությունն ու ապագան հարցականի տակ դնող այս կուսակցության հանդեպ, մինչդեռ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը անցած շաբաթ այն դաշնային մակարդակով դասակարգեց աճ ծայրահեղականների շարքում։ Այս որոշումը նշանակում է, որ գերմանացի իրավապահները այսուհետ կարող են առավել մեծ վերահսկողություն սահմանել փետրվարյան ընտրություններում երկրորդ տեղը գրաված կուսակցության նկատմամբ։ Շրջանցելով դիվանագիտական բառապաշարը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրեր առաջ հայտարարեց. «Սա ժողովրդավարություն չէ, այլ քողարկված բռնապետություն։ Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»։ Բեռլինը շտապեց արձագանքել. «Սա հենց ժողովրդավարությունն է, որ կա։ Վերջնական խոսքը կասեն անկախ դատարանները, սակայն մենք մեր պատմությունից սովորել ենք, որ այդ ծայրահեղականությունը պետք է կանգնեցվի», հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարարությունը։ Իդեպ Բեռլինն արդեն տեղեկացրել է, որ կանցլերի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո չորեքշաբթի Ֆրիդրիխ Մերցը մեկնելու է Ֆրանսիա, Եվրամիության մյուս առաջնորդող երկրի ղեկավարի Էմանուել Մակրոնի հետ հանդիպման։ Օվկիանոսից այն կողմ Միացյալ Նահանգներ նախատեսվող այցի մասին որևէ բան դեռ չի հաղորդվել։ Այսքանը այսօրվա համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է azatutsun.am ինտերնետային կայքում։ Գտեք մեզ սոցցանցերում, YouTube-ով դիտեք եւ կաբելային ալիքներով։ Հաջողություն։